Սելերստատողներ ուրերի ժամը շարունակվում է, այս պահին մեր տաղավարում հյուրընկալել ենք Մարիաննա Սարգսյանին, ով հայ համայնքում հայտնի է որպես Միացյալ Նահանգների հանրային դպրոցների համակարգում հայոց լեզվի ուսուցչուհի, բանաստեղծուհի, ինչպես նաև մի շարք մեծ միջոցառումների կազմակերպիչ։ Առաջիկա րոպեների ընթացքում խոսելու ենք մի քանի կարևոր նախաձեռնությունների մասին, որ նա նախաձեռնել է եւ կիսվելու է մեր հեռուստադիտողների հետ այդ լուրերով։ Անչափ շնորհակալ եմ մեր տաղավարում հյուրընկալվելու եւ մեր հարցերին պատասխանելու համար։ Ես տեղյակ եմ, որ դուք երկար տարիներ Միացյալ Նահանգների հանրային դպրոցների համակարգում մեծ աշխատանքներ եք իրականացրել հայոց լեզվի դասավանդման, հայկական արժեքների, հայոց պատմությունը այստեղ օտար ափերում ապրող երեխաներին փոխանցելու համար եւ կարծում եմ այդ աշխատանքների արդյունքում նաեւ ծնվել է մի շատ հետաքրքիր գիրք ձեր հեղինակությամբ, որը հնարավորություն է տալու Սփյուռքում մեր փոքրիկներին սովորել հայերեն։ Մի փոքր խնդրեմ ներկայացնեք, որտեղից ծնվեց այս գաղափարը, ինչպես ստեղծեցիք այս գիրքը եւ ինչ է այն իրենից ներկայացնելու։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, սիրելի Արմինե ջան։ Այս գիրքը ճիշտ նշեցիք, արդեն 12 տարի շարունակ դասավանդում եմ հայոց լեզու եւ հասկացա մի բան, որ այստեղ ծնված երեխաները դժվարանում են տառերը գրելու հետ կապված, այդ իսկ պատճառով որոշեցի կրթական մի գիրք ստեղծել, որտեղ նշված է քայլ առ քայլ, թե ինչպես տառերը գրել եւ յուրաքանչյուր տառը բնութագրող տողեր եմ գրել, որպեսզի ել ավելի մատչելի ձևով երեխաները սովորեն։ Գիրքը շատ գեղեցիկ է, գունագեղ է, ինքը շատ տպավորիչ է, դա էլ հենց իմ նպատակն էր եւ իմ արդյունքին հասա եւ նաեւ ցանկ ունեմ, եթե այն երեխաները կամ ծնողները, ովքեր հայոց լեզվին չեն տիրապետում, կարող են իրենք այս ցանքով օգտվելով սովորեն հայոց լեզու, որովհետև տառերը անգլերեն ձևով եմ նաև ներկայացրել, թե ինչպես յուրաքանչյուր տառը արտասանեն։ Այնպես որ քաջալերում եմ յուրաքանչյուրին, որպեսզի ձեռք բերեն այս գեղեցիկ գրքերը, որովհետև սա լավ նվեր է յուրաքանչյուր երեխայի մեծի համար, ով ուզում է հայոց լեզու տիրապետել, եւ ինձ համար հայ լինելը պարտադիր է, որ հայոց լեզու նաև իմանան, խոսեն, գրեն եւ կարողանան հպարտ լինեն հայ կոչվելու համար։ Ինչպես կարող են ձեռք բերել այս գրքերը։ Գրքերը վաճառվում են, նաև ինձ կարող են զանգահարել հեռուստաէկրանի վրա գտնվող հեռախոսահամարով, բայց Brothers Fresh Marketplace-ում է վաճառվում, նաև Annie Bakery-ում, Granada Hills-ում են այս բիզնեսները, այնտեղ վաճառվում են, կարող են այցելել եւ գնել այս գեղեցիկ գրքերը։ Շնորհակալություն եւ ես տեղյակ եմ, որ սա ձեր առաջին գիրքը չէ, դուք ունեք նաեւ բանաստեղծությունների գիրք, որը ավելի վաղ եք հրատարակել, մի փոքր այդ մասին պատմեք։ Սիրով։ Բանաստեղծություններից գիրքը անվանել եմ Կյանքի երանգներ, կոչ, որպեսզի յուրաքանչյուր դժվարության մեջ գունագեղ երանգներով մարդիկ առաջ շարժվեն, հույսը հավատը երբեք չկորցնեն եւ յուրաքանչյուր դժվարության մեջ բոլորիս կյանքում է դժվարություններ պատահում են, բայց այդ ուժ ու կորովը պետք է յուրաքանչյուրս գտնենք դեպի առաջ ձգտելու, դեպի առաջ գնալու եւ իմ բանաստեղծությունների գիրքը հենց այդ նպատակով էլ ստեղծել եմ եւ բոլոր բանաստեղծություններս կյանք, կոչ, լավատեսություն է։ Շնորհակալություն։ Ողջ տարվա ընթացքում դուք Լոս Անջելեսի հայ համայնքում տարբեր միջոցառումներ եք նախաձեռնում եւ դրանցից մի քանիսի ես առիթ եմ ունեցել ներկա լինելու։ Գեղեցիկ միջոցառում եք վերջերս կազմակերպել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին օրվա նվիրված Granada Hills քաղաքում, որտեղ ունենք արդեն մեծ հայկական համայնք, նաեւ գեղեցիկ կերպով յուրաքանչյուր տարի քաղաքի միջոցառման շրջանակներում ներկայացնում եք հայկական մշակույթը, համախմբում եք բարերի եւ այլ մշակութային ձեռնարկների միջոցով, որքանով կարեւոր են ձեզ համար այս նախաձեռնությունները եւ գիտեմ արժեվում նաեւ մայրերի տոնն է այդ առիթով եւս ունեք մի հետաքրքիր ծրագիր, մի փոքր խնդրեմ ներկայացնեք այ որքանով կարեւոր է ձեզ համար նմանօրինակ բազմաբնույթ միջոցառումների կազմակերպումը։ Սիրով, նախ ճիշտ նշեցիք, մայիսի 11-ին ժամը 12:30-ին մայրերի տոն եմ կազմակերպում, սա արդեն 12 տարի շարունակ կազմակերպում եմ, հնարավորություն տալով աղջիկներին, մայրիկներին, որպեսզի գան առօրյայից, հոգսերից ազատվելով գան եւ վայելեն դրական մի միջավայր, որտեղ կա գեղեցիկ երաժշտություն, համեղ ուտեստներ, Լորանժ ռեստորանում է կատարվելու այս ամենը, 12 տարի շարունակ հենց այնտեղ էլ կազմակերպում եմ, այնպես որ սիրելի աղջիկներ եւ մայրիկներ, սիրով հրավիրում եմ ձեզ մայիսի
11-ին ժամը 12:30-ին Լորանժ ռեստորանում, ուր կվայելենք համեղ ճաշատեսակներ, բարձրակարգ սպասարկում, գեղեցիկ ուրախ տրամադրություն Լորանժ սրահի դռներից ներս, այնպես որ զանգահարեք նախապես, տեղերը ապահովեք եւ ես ձեզ անհամբեր կսպասեմ այդ օրը։ Շնորհակալություն, նաև հունիս ամսին Հայաստան եք այցելելու ձեր գրքի շնորհանդեսն է լինելու մի փոքր խնդրեմ ներկայացնեք արդյոք համագործակցում եք Հայաստանում տարբեր կրթական հաստատությունների հետ, այնտեղից կրթական նյութերը այստեղ բերելու, դպրոցներում դասավանդելու մի փոքր ձեր համագործակցության ծրագրերի մասին։ Ես Հայաստանի հետ չեմ համագործակցում այդ նպատակով, բայց ամիսներ շարունակ 100 ընտանիքի օգնել եմ սննդի հետ կապված, սննդի տոպրակներ ենք մատակարարել եւ անցած տարի եւս ես երբ որ այցելեցի, այնտեղ 100 ընտանիքի սնունդ մատակարարեցի, մեկ օրս այդպես անցկացրեցի, շատ տպավորված էի, շատ գեղեցիկ օր ստեղծվեց եւ նաեւ մանկատան երեխաների հետ մեկ օր անցկացնում եմ կատարելով իրենց սրտի ցանկությունը, այնպես որ եթե կլինեն բարի մարդիկ եւ կցանկանան, որ միանան իմ բարի այս գործերին, սիրով զանգահարեք հեռախոսահամարին, ես ձեզ կտամ ավելի դետալներ, թե ինչպես կարող եք մասնակցել եւ այս բարի գործը իրականացնենք միասին։ Մարիաննա, հետաքրքիր է իմանալ, քանի որ դուք երկար ժամանակ է արդեն դասավանդում եք հայոց լեզու ամերիկյան հանրային դպրոցների համակարգից ներս, հետաքրքիր է իմանալ հայոց լեզվի գրականության հանդեպ հետաքրքրությունը մեծ է արդյոք նաև օտարների շրջանում, վստահ եմ դուք ունեք նաև օտար աշակերտներ, ովքեր ցանկանում են սովորել մեր լեզուն, գրականությունը, պատմությունը եւ այս առումով որքան կարեւոր է այս աշխատանքների իրականացումը։ Այո, ունեցել եմ աշակերտներ, օտար եւ նաեւ կիսահայեր, որ մեծ սիրով են մասնակցել դասընթացներին, քանի որ ես մի ծրագիր եմ մշակել, որտեղ որ խաղի միջոցով ենք սովորում եւ ավելի հետաքրքիր է դառնում երեխաների համար եւ շնորհակալ եմ յուրաքանչյուր իմ աշակերտից իրենց սիրո համար, ինձ իսկապես մատուցում են այնպիսի մեծ սեր, նաեւ իրենք իմ սերն են զգում այդ առումով դրա համար ոնց որ իմ եւ աշակերտների կապը շատ լավ է ստացվում եւ յուրաքանչյուր աշակերտ, որ ես ունեցել եմ մինչեւ օրս, այդպիսի աշակերտ չի եղել, որ ինքը չցանկանա հայոց լեզու սովորի, այլ ավելի ոգեշնչված եւ ունեցել եմ այլազգի երեխաներ, որ այնպիսի հպարտությամբ են հայոց լեզուն արտասանել, որ միգուցե դուք կկարծեիք, որ իրեն արյան մեջ հայի արյուն կա, բայց այդպես չէր, ուղղակի այդ սերը նվիրվածությունը եղել երկկողմանի։ Եվ կարևոր է այդ աշխատանքների իրականացումը եւ այդ աշխատանքները շարունակելը։ Այս տարի լինելու է Granada Hills-ում ամենամյա կազմակերպվող մշակութային ձեռնարկը, որի գլխավոր մասնակիցներից մեկն է հանդիսանում նաեւ ձեր խումբը հպարտ հայերը։ Այո, նախ ասեմ, որ հունիսի 1-ին կազմակերպում եմ տարեվերջյան հանդես իմ աշակերտների հետ եւ ներկայացնում ենք այն ինչ որ սովորել ենք տարվա ընթացքում, բացի այդ դեկտեմբեր ամսին Granada Hills փառատոն է կազմակերպում եւ այնտեղ ես ներկայացնում եմ հայ մշակույթ, արդեն 9 տարի շարունակ մասնակցել եմ եւ արժանացել եմ 8 գավաթի։ Մասնակցում են 135 խումբ մասնակիցներ, տարբեր ազգերի, ամեն մեկը իրեն մշակույթն է ներկայացնում եւ ես ներկայացնում եմ հպարտ հայեր, Proud Armenians եւ մասնակից ենք եղել 2015 թվականից, արժանացել ենք 8 գավաթի։ Շնորհակալություն, միշտ հաճելի է ձեզ հետ զրուցել, ծանոթանալ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք, ձեզ մաղթում եմ հաջողություններ, վստահ եմ, որ առաջիկա բոլոր ծրագրերը, ինչպես եւ ձեր նախորդ նախաձեռնությունները հաջողությամբ կյանքի են կոչվելու։ Շնորհակալ եմ անչափ։ Իսկ ձեզ հերոսատողներ եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր տաղավարում հյուրընկալել էինք բանաստեղծուհի, երգչուհի, տարբեր միջոցառումների կազմակերպիչ, ինչպես նաեւ ուսուցչուհի Մարիաննա Սարգսյանին, ով ներկայացրեց իր գիրքը եւ առաջիկայում Լոս Անջելեսի հայ համայնքում կազմակերպվելիք միջոցառումները։ Ապրեք խաղաղությամբ եւ շարունակեք հետեւել US Armenia-ի հաղորդումներին։